Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները ինչպես մարզերի, այնպես էլ քաղաքամայր Երևանի բնակիչների հետ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն այս անգամ նոր վարչական շրջանում է, մասնակցելու Բորյան 2 կոտորակ 3 հասցեում գտնվող գրասենյակի բացմանը։ Այստեղ եւս բնակիչների ընդունելությունը ջերմ է։ Միշտ հավանել, սիրել, հարգել եմ ձեր գործունեությունը նամանավանդ սպորտին նվիրված։ Ես նախկինում սպորտսմեն եմ եղել, այդքան որ դուք եք նվիրված, բարերար, պատրաստ եմ 2 ձեռքով ձայն տալ ձեզ։ Շատ սիրում եւ հարգում եմ ձեզ, իմ անունն էլ է Ռոզա, դեր մայրիկի անունից է, այնպես որ առողջություն ձեզ, հաջողություն ձեր գործերին։ Հարգելի ժողովուրդ, եկել եմ ձեզ հետ հանդիպելու, խոսելու, ասելու, ինչ հարցեր ունեք կարող եք ինձ տալ, որ անկեղծ բարձ ձեր հարցերին պատասխանեմ։ Հայաստանի ամբողջ տարածքով շրջող Գագիկ Ծառուկյանին ամենաշատը ժողովրդի խեղճությունն է ցավ պատճառում։ Պատերազմում կրած պարտությունից հետո մարդիկ տխուր են, անորոշության մեջ։ Իմ նպատակը մարդկանց դեմքին նորից ժպիտ տեսնելն է, վաղվա օրվա հանդեպ հույս արթնացնելը, ասում է ԲՀԿ ղեկավարը։ Իմ ուզածը, որ մենք այդ խեղճությունից դուրս գանք։ Այսօր ազգովի աշխարհով մեկ խեղճացած, պարտված երբեք չի եղել այս վիճակը։ Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր ոչ մի մարդ, ոչ մի կուսակցության մենակ չի կարանի։ Պետք է ազգովի համախմբվեն, ինչքան բանի մած, խելացած մարդիկա մեծամասնությունը երկրից գնացել են։ Պետք է բերենք, խնդրենք, հնարավորություն տանք, որ մարդիկ կարողանան կազմակերպել, աշխատել, ժողովրդի մատից փուշ անել, մարդկանց հնարավորություն տալ, բոլորն էլ ուզում են աշխատեն, ստեղծեն իրենց ընտանիքը բարեկեցիկ պահեն։ Գագիկ Ծառուկյանը պնդում է, երկրի առաջ ծառացած խնդիրների բուն պատճառը կառավարման համակարգի անարդյունավետությունն է, ոչ պրոֆեսիոնալ կադրերը։ Պետական օղակներում պետք է փորձառու, գործից հասկացող մարդիկ լինեն։ 5 նախարարություն միավորել են իրանց՝ արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ։ Ասենք մի մարդը մի նախարարություն կարող է աշխատացնի, 5 հատ էլ միավորում են։ Դրա համար ես իմ թիմակիցներին ասել եմ. հատ մարդկանց հետ շփվեք, մարդկանց լսեք, իրենց խնդիրներն ու խնդիրները մենք մեր մասնագետներով դրա լուծումները տանք։ ԲՀԿ ղեկավարը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել տաքսիստների նկատմամբ կիրառվող բալային համակարգը եւ տուգանքների հարցը։ Առավոտից ուշ երեկո մեքենա վարող եւ ընտանիք պահող տաքսիստի համար պետք է գործի ոչ թե 13, այլ առնվազն 30 բալանոց համակարգ։ Մեն օրը մոտեցել են, ինձ ասում են, որ տաքսիստը եթե այսօր տաքսի է քշում, դե մեծամասնությունը կարող է դասախոսա, արվեստագետը, կրթություն ունեցող մարդը, բայց տունը չի կարող, բայ տաքսի է քշում, եղբայր, որ իր ընտանիքի հացապովի։ Սովորական մարդու համար 12 բալ է։ Բայց եղբայր, սովորական մարդը գնաց գործեկա, բայց տաքսիստը օրը 18 ժամ քշում է, որ կարողանա իր ընտանիքի հաց հասցնի։ Եթե դու սարքեցիր 12, մարդը պրավանել ձեռից առար։ Այդ մարդը ո՞նց է ապրելու։ ԲՀԿ ղեկավարը համակիրների հետ զրույցը շարունակում է նորաբաց գրասենյակի ներսում, լինել մշտական կապի մեջ համայնքի բնակիչների հետ, ընդունել եւ լսել յուրաքանչյուրին, գույքագրել բարձրացված խնդիրները։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականն է։ Ամենակարևորը ժողովրդի շփվեք, հարցրեք, խնդիրը, խնդրեմը ու հիմնականում ներկայացնել, որ մենք դրանց լուծումներ անենք, ծրագրի մեջ գրանցենք։ Տեղի բնակիչներին եւս հետաքրքրում է, թե ով է լինելու Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն եւ երբ է հայտարարվելու նրա անունը։ Ով կարանի նայ անելու եղբայր։ Ոչ վերեցի մեկի առաջ պարտավորություն ունեմ, որ դու արի, պետք է դու լինես վարչապետ կամ դու չկա տես բան։ 4 հոգի են, շուտով անուններն էլ կասեմ։ Օրորի ամեն ինչ դզվելու է։ Ամեն ինչ ներկործած չի, ամեն ինչ արժևում է, հայ ժողովուրդը ավելի ծանր պայմաններում է եղել, բայց կարողացել է այդ վիճակից դուրս գալ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։